Շնորհակալ եմ Արմեն Գալջյան Շնորհակալություն հարգելի գործընկերներ քննարկում ենք արտոնությունների նախագիծը որի մասին խոսել ենք դեռևս ամիսներ առաջ սեպտեմբեր ամսին այդ թվում եւ հայտարարվել էր որ պետք է սահմանափակում կիրառվի այն կառուցապատողների նկատմամբ ովքեր որ պատշաճ չեն ապահովի իրենց կահավորումը շինհրապարակներում եւ այսօր այդ դիրքորոշման արտահայտումը իրականացնենք շուտով քվեարկությամբ եւ կարծում եմ որ մեր շինարարական ընկերությունները կառուցապատող ընկերությունները արդեն իրականում կհասկանան որ այն ինչ որ ասում էր դա լուրջ էր եւ պետքա այսպես ասած պահպանել կանոնները եւ իրականում վերջի շրջանում նկատելի են որոշ կառուցապատողներ որոնք որ պատշաճ սկսել են ապահովել շենքերի մասնավորապես ցանցապատումը անդրադառնալով մյուս ելույթներին նախ շատ հետաքրքիր է քաղաքական այդ ելույթների մասով երբ որ խոսվեց քվեարկության վերաբերյալ այդ նույն մարդիկ մեզ անվանում են անընդհատ փոքրամասնություն հետո ուզում են բոյկոտեն եւ ոչ թե քվեարկեն շատ տարօրինակ է եւ հետաքրքիր է դուք ձեր ընտրողներին ինչ եք բացատրելու առհասարակ եւ նաեւ կոչ կանեմ նման պիտակավորումներ այսօր ձեզ թույլ չտաք մարդկանց քվեարկության վրա, որովհետեւ յուրաքանչյուրի ազատ իրավունքն է ինչպես քվեարկել։ Անդրադառնալով նոր հաստիկների նախագծին, որը ընդունվեց չզեկուցվող փաթեթով, այո, մենք ավելացնում ենք հասարակական կարգի ծառայությունում նոր հաստիկներ, որովհետև հանրության գերակշիռ մասը մեզնից պահանջում է, որ մենք հետևողական լինենք հանրային տրանսպորտում վճարումների պատշաճ իրականացմամբ, որովհետև օգտվողների շուրջ 80%-ը վճարում է բարեխիղճ եւ ունի արդարացի դժգոհություն այն 20%-ի նկատմամբ, ովքեր որ չեն վճարում։ Եվ մենք որպես քաղաքային իշխանություն պարտավոր ենք մարդկանց պահանջին ականջալուր լինել։ Ավելին չվճարողների շատ մեծ մաս է կազմում, եթե օգտվեք տրանսպորտից ինքներդ կտեսնեք, օտարերկրացիները, եւ ես կարծում եմ դա ավելի անարդար է, որ մեր քաղաքացիները վճարում են, իսկ օտարերկրացիները ոչ, օգտվելով տարբեր բացերից եւ նաեւ անչափահասները հիմնականում դպրոցական տարիքի մեր քաղաքացիները հաճախ չեն վճարում եւ մենք որպես քաղաքային իշխանություն պարտավոր ենք սա անել եւ սա այն բացառիկ դեպքերից է որ մարդիկ իրապես ակնկալում են վարչահարություն եւ խիստ վերաբերմունք քաղաքային իշխանություններից հետեւաբար եթե դուք մտածում եք որ սա մեր վրա բացասաբար կազդի եւ դա փորձում եք ներկայացնել որ հերթականահասարցուր որոշումը ձեզ տեղեկացնում եմ որ իրականությունը հակառակն է եւ մարդիկ միմիայն իրենց գոհունակությունն են հայտնելու շնորհակալություն